Նահանջարյան 2017-ի ապրիլի 2-ին Հայաստանում համապետական ընտրություններ են սպասվում։ Ինչով է այն կարևորվում, ինչով է այն առանձնացնում, ինչ կտա այն Հայաստանին, հաշվի առնելով, որ կառավարման համակարգի փոփոխություն է սպասվում։ Գիտեք, Հայաստանում, ինչպես ամենօրյա աշխարհում, կա մի խոշոր խնդիր կապված այս գործողությունների հետ։ Խնդիրը հետևյալն է, ընտրանիների խնդիրը։ Ինչքանով են քաղաքական նախ եւ առաջ, բայց նաեւ հոգեվոր մշակութային, գիտական եւ այլ, բայց առաջի հերթին քաղաքական ընտրանիները իշխող եւ ընդդիմադիր, ինչքանով են նրանք ճշգրիտ ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում, աշխարհում, եւ այս տեսակետից պետք է ասեմ, որ շատ վատ է վիճակը, որտեղ մեր ընտրանիները անդադար ինչ-որ գործառույթների մեջ են, որոնք ոչ մի կապ չունեն իրական կյանքի հետ, իրենք ոնց որ առանձնացած դիեզերքի մի անկյունում իրար մեջ խաղում են ինչ-որ խաղեր, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Դա կարելի է այսպես ավտանգ մի բան համարել, դե զբաղմունք են գտել, զբաղվում են, բայց բանն այն է, որ դա շատ վտանգավոր հետևանքների է բերում երկրի համար, իրենց համար եւ ավելի լայն էլ հայության համար։ Եվ այս տեսակետից վերջերս ինչքան զրուցում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, քննարկում ենք, հաճախակի հնչում է մի օրինակ։ Տարիներ առաջ, երբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Հնդկաչինում ընդհարվում էին ճապոնացիները եւ կոալիցիայի ուժերը, եւ ճապոնացիներից մի գրոհային ստորաբաժանման ղեկավար 5 տարի հետո անգամ այդ պատերազմը ավարտվելուց հետո արդեն խաղաղությունը կնքված է, ոչ ոք չի կրում, բայց նա շարունակում էր պատերազմը, որտեղ նրան ոչ ոք չէր ասել, որ պատերազմը ավարտվել է։ Եվ նա վարում էր պատերազմ, որը ոչ մի բանի հետ ոչ մի կապ չուներ, եւ ոչ մի կերպ հնարավոր չէր նրան համոզել այդ բանը չանել, չէին կարողանում գտնել նախ եւ առաջ բավականին բարձրակարգ պրոֆեսիոնալներ, մինչեւ չկարողացան նրա հրամանատարներից մեկի գտնել, որ նա տեղյակ պահի իրեն, որ պատերազմը ավարտված է։ Հիմա կարծես թե մեզ մոտ քաղաքական ընտրանին ունի նույն խնդրեմը, որ ինչ որ մի տեղից անձիկ, այսպես կառույցներ եւ այլն, որ իրենց համար հեղինակություն են ներկայացնում, ասեն, որ այդ բաները ինչ որ ստեղծում եք հիմա, ինչ որ անում եք, ասենք թե մեկը աշխարհակաղակական ընդհարումների համար կոալիցիա է ստեղծում, անվանում է դա քաղաքակրթական, մյուսը ինչ որ յետընտրական զարգացումների է պատրաստում եւ այլն, պետք է ասեմ, որ այդ աշխարհը, որտեղից այդ պատվերները, այդ հանձնարարականները կամ այդ խնդիրները ձևավորվում հնչում են, այդ աշխարհը ավարտված է, հիմա ուրիշ աշխարհ է ձևավորվում։ Եվ այս տեսակետից, ուրեմն, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այդ ընկալումը լինի, իսկ աշխարհի էությունը հիմա ինչ որ կատարվում է։ Էությունը հետևյալն է, տեղի է ունեցել աշխարհի այն ընտրանիների ապստամբությունը, որոնք դեմ էին, որպեսզի ուրեմն կառուցվի այնպիսի մի համակարգ, այնպիսի մի քաղաքակրթություն, երբ մարդը ուղղված է հարստություն կենտրոնացնելու իր ձեռքում, ուրեմն իշխանություն կենտրոնացնելու եւ հաճույքներ ստանալու դրա հաշվին։ Դա կործանում էր մարդուն, կործանում էր մարդկությունը։ Մենք ինչ որ տեսնում ենք աշխարհում այսօր, ուրեմն այն ամենը ինչ որ տեղի ունենում Մերձավոր Արևելքում եւ այլ, այդ բոլորը այդ տարած քաղաքականության արդյունք են։ Բայց հիմա մենք տեսնում ենք նաեւ ապստամբություն ընդդեմ այդ բոլոր կարգերի եւ առաջին այդ ապստամբությունը արտահայտվեց Միացյալ Նահանգներում։ Այսինքն Միացյալ Նահանգների ընտրությունները ոչ թե ընտրություններ էին, դա ապստամբություն էր։ Այդ տեսակետից Հայաստանն էլ նույն վիճակում է։ Դուք հարցնում եք ընտրություններից, ես ասում եմ անհրաժեշտ է ապստամբություն։ Այսինքն անհրաժեշտ է ապստամբություն ոչ թե ինչպես Միացյալ Նահանգներում ոչ ոքի չէր սպանում, ոչ ոքի բռնություն եւ այլը չէր գործադրում, բայց ըստ էության տեղ ունեցել խոշորագույն ապստամբություն։ Այն էլիտաները, որոնք ավանդական Միացյալ Նահանգներ են տեսնում եւ այդ կեցվածքով ուզում են ներկայանալ նաեւ աշխարհին եւ աշխարհի ընկալումը ուրեմն խարսխված է մարդկության պատկերացման ուրեմն սկզբունքային ֆունդամենտալ դրույթների վրա, նրանք գալիս են փոխարինելու նրանց, ովքեր գործում էր իմ ասած բանաձևով իշխանության եւ ուրեմն հարստության կուտակում մի կետում։ Այդ ձեր ասած էլիտաները կան Հայաստանում, որոնք ընկալում են այս բանը, որոնք ընկալում են եւ որոնք կապստամբ են։ Անկասկած կան, բայց այսօր առայժմ նրանք այսպես ոնց որ ասած քիչ տեղ են զբաղեցնում հատկապես ինֆորմացիոն տարածքում։ Օրինակ ինֆորմացիոն տարածքն էլ համապարփակ սպասարկում է այդ խնդիրը, որտեղ
ինֆորմացիոն տարածքի այսպես համակարգելն էր ֆինանսավորվում են ուրեմն ղեկավարվում են այդ նույն տիպի այսպես կառույցներից շատ պատվերը այդ իմաստով մնացել են նույնը բայց խնդիրներն են փոխվել եւ ուրեմն հիմա տեսեք մի այսպիսի խնդիր որ կարելի է բոլորին այդ հարցը տալ եւ բարձել էլիտանից ով ինչ վիճակում է պետք է հարցնել ինչ ընդհանուր բան կա ֆինանսաբանկային ճգնաժամի 2008-ին որ բռնկվեց եւ միջև այսօր աշխարհը չի գալիս ուրեմն այդ վիճակից մերձավոր արևելքի պատերազմների Եվրոպայում պայթյունների եւ Հայաստանում եւ Հայաստանը նման այլ երկրներում մի գործառույթի, որը մենք անվանում ենք էլիտաների ինվերսիա, այսինքն փոխատեղություն, որն է այդ փոխատեղությունը։ Երբ որ հանցավոր խմբերը, որ ուրեմն բոլոր տեղում ուրեմն ստորին դասն են բոլոր հասարակություններում, նրանք դառնում են իշխող դաս, իսկ այն ամենը, ինչ որ պայծառ է, լուսավոր է եւ այլը, հայտնվում է ամենա այսպես ցածր վիճակում երկրում։ Մեզ մոտ այդ ինվերսիան է տեղի ունեցել։ Հիմա որ ասում եմ ապստամբություն, դա նշանակում է բնականոն վիճակի գալ էլիտաներով, բայց դրա համար պետք է փոխվեն արժեհամակարգերը, ամեն մի ապստամբություն դրան է բերում։ Հիմա Հայաստանը ունի այդ նույն բանի կարիքը, կան մարդիկ, որ այս ամենը ընկալում են, ես շատ-շատերի հետ զրուցում եմ, եւ կա անգամ ծրագիրը այդ բանից դուրս գալու։ Այսինքն այդ էլիտաները չեն դիտում այս ընտրությունները որպես ընտրություն այն իմաստով, ոնց որ այդ հերացող աշխարհն է դիտում։ Հերացող աշխարհը մանիպուլյացիոն մի գործառույթ է սկսել, ել է ընտրություն, մենք բոլորս գիտենք, որ մեզ մոտ Հայաստանում ոչ մի ընտրություն չի եղել, բայց զարմանալիորեն մենք անընդհատ ասում ենք ընտրություն եւ այդ համարում ենք ընտրություն, բայց մենք տեսանք հսկայական սկանդալներ եւ Միացյալ Նահանգներում, որ կարծես թե հենց շտեմարանն է այդ բարձրագույն այսպես արժեքների, որը մինչ այդ մեզ ներկայացնում են որպես նմուշներ պահվածքի, բայց Տրամպը մատը այսպես ուղղեց լրատվամիջոցներին ու ասեց դուք բոլորը սուտ եք խոսում։ Եվ նույնը ասեց Սանդերսը, մյուսը, այսինքն մի չստել, այո։ Սա ուրեմն, այսինքն այդ լրատվական դաշտին, բայց նույն ուղղորդումը մյուսներին, ասենք Հիլարի Քլինտոնին ասում է դու ես ստեղծել իսլամական պետությունը։ Իհարկե սա մի քիչ ծայրահեղություն է, այն իմաստով միայնակ Հիլարի Քլինտոնը չստեղծել, բայց այն էլիտան, որի բաղկացուցիչ մաս է Հիլարի Քլինտոնը եւ Հայաստանի իշխող մարդիկ, նրանք տարբեր այսպես կարգավիճակներով, տարբեր կշիռներով նույն համակարգի մարդիկ են։ Այն նրանք, ովքեր այստեղ կողոպուտով են զբաղված, նրանք նույնպես զբաղված են նրանով, որ Սիրիայում հայերին որ սպանում են, իրենք մասնակիցն են այդ process-ի։ Դա շեշտադրումների խնդիր կա։ Մենք պետք է կարողանանք այս 4 բանը, որ ես միացրեցի, այդտեղ մի ընդհանուր բան կա։ Այդ 4 բանը ուղղորդվում է մի կենտրոնից եւ խարսխված է մի փիլիսոփայության վրա։ Ինչպես անել, որ հարստությունը եւ իշխանությունը կենտրոնացել մի կետում, երկիր մոլորակի վրա, այսպես Հայաստանի պես երկրներում ունենալ ուրեմն էլիտաներ, որոնք արտահայտիչ եւ կատարողը լինեն այդ կամքի, եւ դրանով իշխել աշխարհում։ Բայց այդ սիստեմը բերել է նրան, որ հիմա աշխարհը խոշորագույն ճգնաժամի մեջ է եւ Միացյալ Նահանգների ապստամբությունը, մյուս ապստամբությունները որ տեղի ունենում եւ այն ապստամբությունը, որ կարելի է սպասել Հայաստանում, լինի դա ուրեմն միգուցե ամենահաջող տարբերակը դրա հենց ուրեմն ընտրություններն են, ընտրությունների ժամանակը, ապա դա կբերի ուրեմն նրան, որ նոր համակարգը, նոր մտածելակերպը եւ նոր գործողությունները կիշխեն նաեւ Հայաստանում։ Աշխարհակաղակական զարգացումներից եք խոսում, մենք ապրում ենք ամեն դեպքում Հայաստանում եւ սպասվում են ընտրություններ։ Փաստը դա է։ Ձևավորվում են դաշինքներ, նախընտրական դաշինքներ են դեռ հստակեցված չեն, ով կմասնակցի ինչպես։ Այնուամենայնիվ, ինչ է սպասում, ինչ զարգացումներ եք տեսնում։ Որ ուժեր եք անցնեն խորհրդան կլինեն, խորհրդանում ընդդիմադիր դաշինքներ, թե ոչ, այսպես։ Ես մի դիտողություն, որովհետև դուք ասեցիք այնուհանդերձ մենք ապրում ենք Հայաստանում, ես տեղեկացնում եմ ձեզ, որ մենք ապրում ենք երկիր մոլորակում, այդ մոլորակը շատ սեղմվել է, եւ այսօր դուք Հայաստանում չեք կարող ապրել, եթե ձեզ մեկ էլ հրամցվում է, որ ձեր ղեկավարները պետք է լինեն գողեր, եւ եթե ստեղծվում է հատուկ համակարգ դրա համար, եւ եթե ձեզ պատրաստում են սահմանադրություն դրա համար, օրենքներ դրա համար, ծրագրեր դրա համար եւ դուք կողոպտում ոչնչացնում եք ձեր երկիրը, որովհետեւ դուք այդ համակարգի մեջ եք եւ ընտրանիներ ձեր հաստատված են այդ համակարգի ենթարկված մարդիկ։ Եվ այսօր այս բաները որ խոսում ենք, մի բանի համար է, որ մարդիկ գիտակցեն, շատերը չեն գիտակցում, որ այսպես է, դրա համար են այդ դերը կատարում։ Եվ նրանք պետք է գիտակցեն։ Իսկ հիմա լուծումներից խոսենք։
Ուրեմն այս ապստամբություն բառը ես մի քանի անգամ օգտագործեցի, որովհետև այդ բառը կարդացի վերջերս Սասնա ծռերի ուրեմն փաստաբաններից մեկը ներկայացնում էր, թե ինչ է եղել։ Նա ասեց, այդտեղ գրել են սպանություններ եւ այլ տարբեր զավթումներ եւ այլ, բայց դա եղել է ապստամբություն, որի ընթացքում իհարկե ցավալի դեպքեր են եղել, նաև զոհեր են եղել։ Այդ զոհերը պետք է պարզենք ով, ինչ եւ ինչպես, բայց ապստամբությունը ինքնըստինքյան դա օրինական գործողություն է։ Որովհետև այդ կարգը, որ հաստատվել է, որը ոչնչացնում է երկիրը, կողոպտում է երկիրը, Սերժ Սարգսյանը վերջերս Ղարաբաղում զարմանում էր, թե ինչի մտավորականները չեն պաշտպանել, ասել դա անօրինական է Սասնա ծռերի ասածը։ Նա չգիտի, որ բոլոր այդ մարդիկ, որ նույնիսկ այդ վարքյանին իր հետ էին, նրանք ճիշտ էին, որ այդ վարքյանին էլ ոչ մի դատապարտող խոսք չասեցին եւ հետագայում չասեցին, որովհետեւ ապստամբությունը օրինական բառ է, երբ որ դու սպանում ես երկիրդ եւ ժողովրդին։ Իսկ դու էլ այդպիսի գործառույթ ես անում, որտեղ դու դարձել ես ինչ որ անհասկանալի, այսպես ընդհանրական գործառույթի մասնիկ եւ իրականացնում ես այն, ինչ որ քեզ ասված է։ Ուրեմն սա այսպես, բայց դուք շատ ճիշտ հաստատեցիք, վերջապես մենք այստեղ հիմա ինչ ենք անելու։ Առաջարկված է մի այսպես շատ կոնկրետ գործառույթ, որ հայության ներկայացուցիչները աշխարհի տարբեր տեղերից հավաքվեցին եւ ասացին, որ պետք է ամբողջականացնել հայությունը, որովհետեւ խնդիրները, որ այսօրվա աշխարհում ծնվում են, դա միայն Հայաստանի խնդրեմ չի։ Ուրեմն տեսեք ինչ է։ Մենք որպես հայեր խնդրեմ ունեցանք մերձավոր արևելքում բոլոր հայկական օջախները ջարդվեցին մեծ քանակով սպանություններ, ոչնչացվեց արևմտահայ մշակույթի կրող օջախները, ծրվեցին մարդիկ էլի աշխարհով մեկ, իսկ դա մեր հազարամյակներով այսպես ապրելու վայրերից էին։ Ուրեմն նույն բանը մինչ այդ կատարվել էր ադրբեջանական ԽՍՀ տարածքում, որը այսօր մենք վերծանել ենք որպես Ղարաբաղյան կոնֆլիկտ, բայց դա Ղարաբաղյան կոնֆլիկտ չի։ Մեր ժողովուրդը ապրում էր իր հայրենիքում, Գարդմանում, Նախճեվանում եւ էլի Ղարաբաղում եւ էլի այլ շատ տեղեր, եւ նա ենթարկվել է սպանության։ Իսլամական պետությունը առաջի անգամ ստեղծվել է այդ տարածքում 88 թվականին։ Մենք տեսել ենք մարդիկ, որ ահավոր դաժանությամբ ոչնչացնում են մարդկանց։ Վերագրել դա Ադրբեջանի ժողովրդին մենք չենք կարող։ Ժողովուրդը շատ-շատերը փրկում էին, շատ-շատերը վախենում, իրենք էին փախնում այդ երկրից, այդ հայերի սպանության։ Ուրեմն ինչ որ մեկը ոնց որ ստեղծել է իսլամական պետությունը, նույնը տեղի ունեցել այստեղ։ Ուկրաինայում բախումներ են, կես միլիոն հայություն այնտեղ ունենք, Եվրոպայում են սկսում գործառույթներ։ Ես սրանով հիմնավորեցի մեկ բան. հայությունը ունի ամբողջական խնդիրներ։ Մենք ծրվել ենք աշխարհով մեկ, եւ մենք պետք է կարողանանք որպես ամբողջություն արձագանքենք այս ամենին եւ որոշենք մենք ինչի մասն ենք, որ աշխարհի։ Այսօր էլի մեզ ուզում են բաժանեն, ասեն Տրամփի կողմից է, թե Պուտինի։ Դա նախորդ աշխարհի կեղծ հարցադրումներ։ Այդպիսի կեղծ բաժանումներ էին տեղի ունենում, մի կողմ թողած արժե համակարգը, որով մարդիկ ապրում էին։ Ուրեմն արհեստական բաժանումներ, աշխարհակական եւ այլն, որպիսի մարդկանց զբաղեցնեն արհեստական խնդիրներով։ Իսկ այսօր խնդիրը ուրիշ ձևով է դրած։ Դու Տրամփի ու Պուտինի հետ միասին փորձելու ես մերձավոր արևելքում եւ ավելի լայն տարածքներում խաղաղություն հաստատես, թե նրանց հակառակորդների հետ միասին փորձելու ես պատերազմական վիճակը պահպանես։ Այսպես է այդ հարցը։ Դու Տրամփի եւ Պուտինի հետ միասին, անունը դրենք Մագնիտսկու ցուցակով, թե ինչ ցուցակով, փորձելու ես արմատախիլ անես Հայաստանում, կողոպուտի համակարգը եւ նաեւ Ռուսաստանում, եւ նաեւ Ամերիկայում, թե օգնելու ես դրա պահպանմանը եւ հարատևմանը։ Դու եվրոպական ավանդական էլիտաների հետ միասին փորձելու ես վերադարձնել այն Եվրոպան, որը այսօր տարբեր երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում փաստորեն ապստամբություն է, որտեղ շատ տեղերում եկել են իշխանության արդեն այդ էլիտաները, ինչպես Միացյալ Նահանգներում։ Դու նրանց հետ միասին փորձում ես ավանդական Եվրոպան, որը մեր եղբայր համակարգն է, մերձավոր համակարգը, հոգևոր եղբայրը։ Դու ուզում ես նրանց հետ լինես, թե ուզում ես Եվրամիության չինովնիկների հետ միասին ոչնչացնես այդ Եվրոպան, որտեղ պետք է փողի եւ իշխանության Եվրոպա։ Այս սա են հարցերը իրական։ Եվ հիմա այդ իրական հարցերին մեզնից սպասում է իրական պատասխան։ Եվ այդ տեսակետից ամբողջական հայությունը, որ առաջարկվել է, ամբողջականանա եւ մի կողմից լուծի Հայաստանի իշխանության հարցը, որպես մի մասի հայության ամբողջական հայրենիքի,
Եվ մյուս կողմից այդ ամբողջականությունը գլոբալ համակարգ է հայությունը։ Նա կարող է այս բոլոր հարցերում հսկայական դեր խաղալ։ Պարոն Ջան, 2 տարի է լրանում, ինչ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք փաստորեն, խոսացիք այդ մասին։ Ինչ տվեց այն Հայաստանին, ինչ է տալիս եւ ճիշտ էր արդյոք այդ ընտրությունը փաստորեն հիմա նաեւ Եվրամիության հետ ինչ որ փաստաթղթերի ստորագրման հարց է բարձրանում եւ այլն։ Ըստ ձեզ, ինչ քաղեց եւ ինչ կորցրեց Հայաստանը այդ միությանն անդամակցելով։ Տնտեսական շահեր էին ավելի շատ, ինչպես դա հրամցվում էր մեզ։ Տեսեք, ուրեմն էլի հարցադրումը գալիս է մեր հին վիճակից։ Մենք եկել ենք մի տեղ, որտեղը կարծես թե ինչ-որ մի բան է, որ ունի իր դրվածքը եւ այլ, մենք եկել ենք այդտեղ, այդ մեզ ինչ կտա եւ մեզ ինչ չի տա։ Ուրեմն մենք ինչ քայլեր կատարում ենք այս աշխարհում։ Ես ասեցի, մենք ճգնաժամի մեջ գտնվող աշխարհում ենք եւ այդ Եվրասիական միությունը այդ ճգնաժամի մեջ գտնվող աշխարհի ինչ որ էլեմենտներից մեկն է։ Նա նոր որակներ չստացավ, ինչպես կողոպտող էլեկտրատաները եղել են Ռուսաստանում, այդպես էլ մնացել են։ Ղազախստանում, Բելարուսում ավելի պակաս է, ապես ավելի պակաս։ Ուրեմն, բայց բոլոր մնացած Հայաստանում եւ այլը այդ էլիտաներն են։ Եվ նրանք, որ մտնելով այդտեղ, պետք է փորձեին այս կամ այն չափով այդ բարքերն ու կարգերը պահպանեն։ Հիմա հարցը այլ է, մենք այլ առաջարկներ այդտեղ ունենք, այլ մոտեցումներ, ով է այդ առաջարկների հետևում կանգնած։ Ձեզ մի օրինակ բերեմ, որ ավելի պարզագույն հիմա լինի, այսօր ինչ քայլեր է պետք կատարել, թե այդտեղ, թե տարբեր ուրիշ տեղեր։ Ուրեմն այս կոնֆլիկտային իրավիճակները ամենասուրդն են մեզ համար, մերձավորարվեք եւ ադրբեջանական ԽՍՀ նախկին տարածքում տեղ ունեցող այդ կոնֆլիկտային իրավիճակները։ Ուրեմն սրանք լուծելու համար տեղի ունեցել հետևյալը, ուրեմն կարծես թե այսօրվա աշխարհի էական գործիչները ուզում են համագործակցել այդ բանին հասնելու համար։ Նորացած Միացյալ Նահանգները, նորացած Ռուսաստանը, էլ չեմ ասում նույն Չինաստան, Իրան, նրանք ովքեր շահագրված են, Հնդկաստանը մշտական փնտրտուքների մեջ է այդ նոր աշխարհի, նրանք ուզում են գտնեն բանալիները։ Ինչ պետք է անի հայությունը այստեղ։ Եվ նույնը վերաբերվում է հիմա Եվրասիական տնտեսական միությանը, պատասխանը նույնն է։ Ես դրա համար բերում եմ, ուղղակի սա ավելի ակնհայտ է ինչու։ Տարական բան, դուք պատկերացրեք, որ Միացյալ Նահանգների ազդեցիկ հայերը քաղաքականության մեջ դրծված եւ ուրեմն Ռուսաստանի մենք հրավիրում ենք այստեղ եւ նրանց հետ քննարկում ենք ինչ պետք է անեն, ուրեմն իրենք եւ իրենց առաջարկով նաեւ իրենց երկրները եւ այլ երկրներ, որպեսզի ինչ քայլեր է պետք անել, որպեսզի մերձավոր արևելքում խաղաղություն լինի։ Որովհետեւ հիմա եթե տարածվեց այս տրամաբանությունը, հաջորդ թիրախը Թուրքիան է, այնտեղ մեծագույն հայկական բնակչություն կա, ծպտյալ հայերով միլիոնների հասնող ուրեմն բնակչություն է, եւ նորից մենք թիրախավորվելու ենք։ Թիրախավորվենք երկու իմաստով, եւ վտանգ է սպառնում այդ հայերի կյանքին, եւ հետո հոսքեր են առաջանալու փաստականների, որ գալու են այստեղ։ Մենք այս բոլոր խնդիրները պետք է կարողանանք դրանց արձագանքել եւ լուծել։ Եվ հայությունը եթե այդպես հավաքվի եւ այդ խոսակցությունը սկսի, դա կլինի առաջի խորքային խոսակցությունը, ինչ կարելի է անել, որը կաշկանդված չի նրանով, որ այն ինչ որ Ամերիկայի եւ Ռուսաստանի մեջ ստեղծվել են հարաբերություններ, պրոբլեմային է իրար հետ խոսելը եւ 1000 նոր պրոբլեմներ խոչընդոտներ հիմա առաջացնելու են, որտեղ այդ հին համակարգը ամեն կերպ դիմադրելու է, փորձելու է կոնֆլիկտայնությունը պահպանել։ Եվ նույնը ասենք թե Իրանի, Եվրոպայի։ Եթե մենք սկսեցինք խոսել, եւ Եվրոպան եւ Իրանը կարող են մասնակցել։ Հայերը եթե գան, եւ հայերը Իրանից եւ եվրոպական երկրներից, եւ այդ քննարկումներին իրենք էլ միանան։ Մենք ստեղծում ենք դրանով մի կոնֆերանս, որը ազդեցիկ մարդկանցից է կազմված եւ որը փնտրտուքի մեջ է, թե ինչ քայլեր պետք է անել։ Ավելին, այդ համակարգը պատրաստ է նաեւ գործել, հրավիրելով գործընկերին արդեն ոչ միայն հայերի, այսինքն ամեն մեկը իր երկրից էքսպերտների եւ գործողություններ իրականացնել այն երկրներում, որոնք պետք է կայացնել։ Այս նույն բանաձևը նաեւ Եվրասիական տնտեսական միությանն է վերաբերում։ Եթե կարելի է հապկի մասին խոսենք, գլխավոր քարտուղարի ընտրության հարցը ձգձգվեց մի ժամանակ աշնան այստեղ ինչ խնդիրներ, նախագահների, անդամ երկրների նախագահների հիվանդություններ եւ բացակայություններ։ Այս օրերին դա վերլուծաբաններին այսպես առիթ տվեց ասելու, թե ձգձգում են, որովհետև չեն ուզում Հայաստանը լինի, սակայն այդտեղ ռոտացիոն կարգ կա։ Ըստ ձեզ, ինչով կավարտվի այդ հարցը։ Ինչ խնդիր եք դուք այդտեղ տեսնում։ Ուրեմն նայած որ քաղաքակրթական տարածքում է մնալու Հայաստանը, եւ այդ մյուս մասնակիցները, եթե այն տարածքում, որում այսօր են,
այսինքն մարդուն ոչնչացնող, Հայաստան հարստություն կուտակող, իշխանություն կուտակող մի քանի անձի ձեռքում եւ մնացածին թելադրող, կողոպտող եւ այլն, մարդուն ոչնչացնող, ապա մոտարապես նույն ձևով կգնա, ոնց որ մինչեւ այսօր գնում է։ Եթե Հայաստանը ուրիշ կեցվածքով է հանդես գալիս, ասեմ դες ուրիշ կեցվածքը որն է։ Նույն հապկը գոյություն ուներ, երբ որ Սիրիայում ծավալվում էր այս ահավոր գործողությունները։ Ես հիշեցնեմ, բոլորը մոռացել են, որ առաջի արյունալի իրադարձությունները Սիրիայի տարածքում եղել է հայկական բնակավայրում, Քեսաբում։ Երբ որ դա սկսեց, դեռ իսլամական պետություն գոյություն չուներ, գոյություն էին իսլամական գրոհային ջոկատներ։ Եվ այդ ժամանակ տարրական խնդիր հնչեց, որ ուրեմն փորձենք տարբեր երկրների հայկական այսպես զորամիավորումներ ստեղծել այդ պետությունների համաձայնությամբ։ Առաջին հերթին Միացյալ Նահանգները, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Հայաստանից ժամանած ջոկատների հետ միասին եւ տեղի ուրեմն ձևավորել այդտեղ ուրեմն զինված չեզոքության տարածք, որովհետեւ ակնհայտ էր, որ Սիրիայում արյունալի իրադարձություններ են ուրեմն ծավալվելու եւ մի տեղ ունենալ, որտեղ լինելու է չեզոք խաղաղ տեղ, որտեղ կարողանային իրար հետ հանդիպեին քաղաքական, կրոնական գործիչները, պետական գործիչները, ուրեմն ինչ որ տնտեսական գործարքներ, հումանիտար, ռազմական եւ այլն, որ կարելի էր այդտեղ խոսել։ Ֆունդամենտալ խնդիր էր։ Այստեղ հսկայական աղմուկ բարձրացեց, այդ նույն մեր մամուլը, նույն այդ մեր գործիչները եւ այլն, ոչ մի դեպքում իրենք բաժանված ռուսական, ամերիկյան, ամեն մեկը պաշտպանելով մի կողմը, ուրեմն քորուփուչ արեցին այդ բանը եւ դա չկայացավ։ Եթե դա կայանար, Ռուսաստանը ինչ է, այդ Սիրիայում մենակ իր խնդիրներն է լուծում։ Մեզ հետաքրող հարցեր այդտեղ չկան, մեր վեճը չի ինչ է կատարվելու հայկական համայնքների հետ, մեր վեճը չի բարեկամական Սիրիան, որը միշտ մեր ժողովրդի օգնականն է եղել, այդու նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այն ամենասոված օրերին Հայաստանի 6000 տոննա ցորեն է մտել Սիրիայից, երբ որ արդեն մի քանի ժամվա հաց էր մնում Հայաստանում։ Եվ մենք այդ Սիրիայի հանդեպ ոչինչ չգտանք անելու, բացի բարի խոսքերից եւ այլն, որ մեծ հնարավորություններ ունեինք թեկուզ նրա համար, որ այնտեղ հայեր կային։ Եթե մենք այսպիսի քաղաքականություն տանեինք, հապկում մեր ձայնը կլներ Ռուսաստանի ձայնից մեկ-մեկ մի քիչ պակաս, մեկ-մեկ մի քիչ ավելի բարձր։ Իսկ հիմա մենք ինչ որ Ղազախստան, որի ուրեմն դաշտում 1000 անգամ խոսել ենք դրա մասին, փաստացի գործակալական ցանցի այդ ուրեմն համակարգերի, որոնց մասին խոսում ենք։ Կամ այդ նույն Լուկաշենկոյի բանը գնար այդ ճանապարհով եւ այլն։ Այսինքն հիմա այսպես է, ուրեմն մենք ենք ստեղծելու այն հապկը, որը պետք է լինի։ Եվ այդ հապկի սահմանները կարող է շատ ավելի լայն լինեն։ Օրինակ կա Շանհայյան ընկերակցություն, հիմա կան նոր Միացյալ Նահանգներ։ Աշխարհում երևում է ուրվագծերը բացարձակապես նոր դաշինքների։ Այդ թվում նաև ռազմական, բայց խաղաղություն հաստատող։ Եթե մինչև այսօր դաշինքները ռազմական պատերազմ հրահարող են շատ դեպքերում լինում։ Հիմա խաղաղություն հաստատող են լինելու։ Եվ դրա համար մենք պետք է պատրաստ լինենք այդ գործունեությանը եւ լինենք այդ գործունեության մեջ։ Բայց դրա համար մենք պետք է լինենք մենք։ Իսկ դրա համար մտավորականությունը մեզ տարրական բանաձև ասեց ամիսներ առաջ եւ այդ ուղղությամբ գործառույթները հասել են նրան, որ մարտ ամսին սպասվում է հայության համաժողով այստեղ Երևանում, որը ուրեմն նոր էլիտաները պետք է անցկացնեն, նրանք ովքեր այս տրամաբանության մեջ են, եւ այդ էլիտաները պետք է ուրեմն տան հերանեկարները հայության ուրեմն գործունեության եւ հայությունը ինչ աշխարհ ուզում կառուցել, բայց այդ հայությունը, ինչպես մտավորականությունը ասեց, պետք է հավաքվի հայկականության հիման վրա։ Այսինքն մենք պետք է կյանք սահմանենք եւ այլ հայկականության, որովհետեւ եթե մենք մեր կեցվածքից հրաժարվենք եւ ելի ղեկավարվենք ուրեմն միջազգային վալյուտային ֆոնդի եւ բանկի տված ուրեմն ռեցեպտներով, մենք ելի իրար այսպես հոշոտելու ենք եւ երկիրնելու հետ, ինչպես մինչեւ այսօր արել ենք։ Երկը որն եք տեսնում դուք։ Համախմբվել Ուրեմն ես ասեցի ապստամբության էությունը դառնում է բոլոր այդ կուսակցությունները, որոնք այսօր բեխաբար լինելով այն ամեն ինչից ես խոսում եմ, դաշինքներ կազմվելով մտածեն քաշքշուկի եւ առևտուրների մեջ, որպեսզի մի կտոր բան օկեն իրենց համար, այդպես տեղ կերակրատաշտի բանի մոտ, ուրեմն այս կեցվածքը բացարձակ արդեն անընդունելի է երկու իմաստով։ Մեկը որտեղ ժողովրդի աչքում արդեն այն ենք դարձել, որ արդեն ժողովրդի անունից արտիստները ասում են ինչով դուք զբաղված եք, մենք բացահայտ ենք ասելու։ Սերգեյ Դանիելյանը ինչ է ասում։ Նա ասում է ինչով դուք զբաղված եք,
Դուք զբաղված եք կողոպուտով, դուք զբաղված եք ուրեմն չարաշահելով ձեր բոլոր բաները, անսահման հաճույքներ ստանալով եւ այլը, ես ասում եմ բացահայտ, ես ստեղծում եմ մի կուսակցություն, որ բացահայտ պետք է կողոպտի, հաճույքներ ստանա, ավիրի եւ այլը, հանքերը հանձնի, ուրեմն արտասահման երկրներին դրանից կոպեկներ վերցնի, թունավորի այդ հանքերը, որ դուք այստեղ չապրեք եւ նա ասում է բացահայտ, ինչ որ անում են մեր կուսակցությունները։ Փաստորեն անխտիր, որտեղ նա ով որ մասնակցում է, ինչ որ բաներ անելով, ասենք թե դեպուտատ է անգամ եւ այլ անգամ ընդդիմադիր է, նա այսօր, եթե մի որևէ այլ ելք չի առաջարկում, եթե նորից մտնում է այդ խմբակ կազմած քաշությունների մեջ, այսօր մի բան կարող է լինել։ Ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի այդ նոր էլիտայի շուրջ։ Եվ այդ էլիտան անելու է այդ բանը։ Հարցը մեկն է. կուսակցությունները, լրատվական դաշտը, վերլուծաբանները եւ այլն, նրանք ովքեր այսօր տրամադրություն են ստեղծում, նրանք որտեղ են, նրանք մնում են պայմանական իսլամական պետության կամ Կլինտոնի բանակում, թե նրանք Տրամպի բանակում են, էլի պայմանական, ավանդական Եվրոպայի բանակում, Իրանի բանակում եւ այլն։ Ուրեմն այս բանակները համաշխարհային, նրանք երբ որ ասում եմ, այս բանակը երկրորդ, որի մասին խոսում եմ, մի բան ունի, առավելություն։ Նա չի ասում, որ դուք ձեր կեցվածքը պետք է փոխեք, ուրիշ արժեքներ վերցնեք։ Նրան դուք հետաքրքրում եք միայն որպես հայ հայկականությամբ ապրող, որովհետև մարդկության հարստությունը բոլոր ժողովուրդների իրենց ինքնության մեջ զարգանալու մեջ է, այլ ոչ թե նրան, որ բերեմ թելադրեմ ոչնչացնեմ, որպեսզի խամաճիկ դարձնեմ եւ կարողանամ կառավարել։ Եվ Արցախյան հարցին, որին դուք ադրբեջանական ԽՍՀ-ի հարց եք ասում, դրան անդրադարձ, մի տեսակ անշարժ վիճակում է այս տարիների ընթացքում, ով կամ ինչ պետք է անի այն տեղաշարժելու համար, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը դուք ասացիք նույն Ամերիկան է, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, այստեղ հստակ գործողություններ մեր ուրեմն էլի այդ ընտրանիների քաղաքական ընտրանիների կեցվածքը բացարձակ զարմանալի այս տարիներին, ուրեմն 91-92 թվականներին, 92 թվականի ուրեմն ուշ ձմռանը դեկտեմբերին առաջարկվեց ուրեմն այդ Մինսկի խումբը ձևավորվեց։ Եվ այդ օրվանից սկսած մենք ինչքան էլ սկսնակ էինք այդ բոլոր գործառույթների մեջ, մեզ համար շատ լավ պատկերել էր, որ դա աշխարհի մեծերն են, իրար մեջ ինչ որ խնդիրներ լուծում եւ այլը, Արցախյան խնդրի կարգավորում դրա մեջ չի պարունակվում։ Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան, ինչ որ դրվել է Մինսկի խմբի խումբին, եւ մինչեւ այսօր նրանք պատերազմի վիճակը պաշտպանող խումբ են, որտեղ այն աշխարհի գործիքն են, որի մասին ես ձեզ պատմում էի։ Մենք փորձել ենք ինքնուրույն ձեռնարկել ուրեմն քայլեր, միջոցներ, որպեսզի ինքներս հաստատենք։ Ուրեմն առաջինը դա եղել է ուրեմն այդ փաստացի Ադրբեջանի կոնֆեդերալիզացիայի բանը, որ Ադրբեջանի բոլոր ժողովուրդները կարողանան իրենց կյանքով ապրել, ուրեմն ուրույն կյանքով ունենան փաստորեն իրենց ռազմական ստորաբան եւ այլն, այսինքն դա վերածել կոնֆեդերատիվ տիպի երկրի։ Եվ այդտեղ իհարկե այդ Ադրբեջանը անգամ չէր կարող համոզել Արցախին մնալ իր կազմում, բայց բոլոր դեպքերում այդ դեպքում sense կներ, ոչ մի պատերազմ չկա, ուրեմն այդպիսի Ադրբեջան կա, որը ժողովուրդների իրավունքները հարգելով իր ուրեմն ապրում է իր ուրույն կյանքով եւ այդպիսի Ադրբեջանը չէր կարող մտնել, ասենք թե Նատանյահուի կամ որևէ մեկ այլ անձի, նրանց ով Ռուսաստանում են գործում եւ այլ տեղեր, դառնալ նրանց գործիքը, որպեսզի ինչ խնդիրներ լուծեին, անձնական, խմբակային, կողոպուտի թե ինչի եւ այլը, սպանդի գործիք դառնալ ուրիշի ձեռքում, ուրեմն այդպիսի Ադրբեջաններ ստեղծում եւ Ադրբեջանում մենք ունենք գործընկերներ, սած Հեյդար Ալիևից, այդ բանը մի քանի անգամ շեշտել են, բոլորը զարմանում են, ախր նա չէ որ պատերազմել է, մեզ սպանել է, այո, այն բանից հետո, երբ որ Իրան թույլ չտվեցին այդ բանը իրականացնի, իսկ թույլ չտվեցին նույն մարդիկ, ինչ որ մենք, այդ աշխարհի այդ համակարգի մարդիկ եկան, թույլ չտվեցին։ Ուրեմն առաջինը դա էր, որ մեզ թույլ չտվեցին, հնարավորություն չտվեցին հասնել, բայց մենք սկսնակ էինք եւ չկարողացանք ճիշտ դիմադրել այդ ժամանակ։ Երկրորդը, երբ որ ի հայտ եկավ եւ որին համաձայնություն տվել էր անգամ Իլհամը, դա ուրեմն Կովկասյան ինտեգրացիայի 3 հանրապետությունները եւ նրանց մեջ ապրող ժողովուրդները հատուկ ձևով ինտեգրացիա են կազմակերպում, երբ որ բոլոր ժողովուրդների իրավունքները պաշտպանված էին։ Այսպիսի մի համակարգ, ՄԱԿ-ը հիշեցնող համակարգ, որի անդամները ոչ թե երկրներ են, այլ ժողովուրդները, բայց անվտանգության խորհրդում այդ 3 պետությունները հատուկ իրավունքներով եւ այլ։ Այսինքն այսպիսի ձևաչափեր էին դիտվում։ Սա 2000-ականներն են։ Իլհամ Ալիևը պատրաստ էր սրան։ Բայց Հայաստանը չկար այդ բանի մեջ, որտեղ Հայաստանը լրիվ տրված էր այդ ժամանակ այդ արտաքին թելադրանքին եւ արտաքին թելադրանքի տակ մեկ էլ նոր հայլուն գաղափարերի հայտ եկել, մեղրին փոխանակենք ուրեմն այդ բանի հետ եւ դարձնենք Հայաստանի ոչնչացման
այսպես բանաձև ծրագիր։ Եվ այսօր էլ մեր սեղանին արդեն 10 տարուց ավել է փախստականները ասում են լսեք դուք ինչ կոնֆլիկտից եք խոսում։ Ինչ արցախյան կոնֆլիկտ։ Բոլոր բանաձևերի մեջ այդ այն ինչ որ մադրիդյան սկզբունքները 92 թվականից է պատմությունը սկսվում։ Ուրեմն բացում է 92 թվականին Արցախը հռչակեց անկախություն, Ադրբեջանը ջղայնացավ, հետո ում կողմը առաջի քարը շպրտեց, չգիտենք, բայց կռիվ սկսվեց։ Այսինքն 88-ը շրջանցում է։ 88-ից 92-ը փախստականները մեզ ասում են, լսեք, ասում են, մենք մեզ համար Բաքվում նստած թե ենք խմում, մեզ սկսեցին սպանել։ Ասում ինչի եք սպանում, ասում դուք հայ եք Ղարաբաղ եք, ես չեմ ուզում Ղարաբաղը, բայց մեկը սպանում են։ Ուրեմն ասված է, որ այդ բանը ունիկալ էր, ոչ միտեղ խորհրդային միությունում այսպիսի բան չի եղել։ Այսինքն օսերին չեն սպանել Թբիլիսիում Օսեթիայի անկախությունից հետո, ռուսներին չեն սպանել Կիշինևում Մերդնեստրի անկախությունից, չեչեններին չեն սպանել Մոսկվայում Չեչնիայի անկախություն։ Այսինքն Ադրբեջանում ստեղծված էր հատուկ մի գործիք, ով էր ստեղծել, ինչու էր ստեղծել, ինչու է մինչև այսօր այդ գործիքը սպասարկվում, ում կողմից ինչու։ Փախստականները ասում են, սա է խնդրեմը։ Եվ ոչ միայն հայերի, այնտեղից 4 միլիոն մարդ է փախել, տարբեր ազգությունների, տարբեր կրոնների եւ այլն, որտեղ այդ մեքենան աշխատել է տարբեր հարթություններում։ Լուծումը սա է, մենք իրար մեջ պայմանավորվենք եւ ստեղծենք այդ ազատագրված տարածքներն էլ օկուպացված չեն, ինչպես գրել եք բոլոր փաստաթներում, այդ մերոնք էլ այսպես մեկ էլ կեցվածքով ոչ մի թիսվող եւ այլն, այն քաղաքական ուժերը, որը ճանաչել են մադրիդյան փաստաթները եւ դրանց շուրջ խոսում են, որ ճանաչել են տարածքները օկուպացված, այսինքն որտեղ ապրում է այսօր Բաքվից փախստականը, այդտեղ օրինականացված է մարդկանց սպանությունը, որովհետեւ նրանք օկուպանտ են։ Եթե ինձ Բաքվում սպանել են, ես փախել եմ, ասենք ապրում եմ Աղդամում կամ Քելբաջարում, ինձ կարող են սպանել, որովհետև ես օկուպանտ եմ։ Գրել են Հայաստանը ընդունել այդ փաստաթուղթը, Ղարաբաղը ընդունել այդ փաստաթուղթը։ Այդ մեր էլիտաները այս վիճակում են, բացարձակ անհետ, ոչ մի պատկերացում, ոչ մի բանից չունեցող, որովհետև անընդհատ վախը կա այդ գերակրատաշտի կորուստի։ Արժեքներից որ խոսում ենք, եթե բարձրագույնը գերակրատաշտն է, այս գործընթացները այսպես էլ շարունակվելու են։ Եթե դրանից բարձր բան կա, օրինակ մեր երեխաների ապագան, մեր մարդկային կեցվածքը եւ մենք լրիվ այլ բաներ կընտրենք։ Այսօր հայ ժողովրդի ապստամբության շարունակությունն է, այդ ինչպես ասեց փաստաբանը, այդ Սասնա ծռերը, դրանից առաջ եկող այն խումբը, որը այսպես այդ այո, այդ որ Էլեկտրիկ Երևան։ Ոչ, եսի նկատի ունեմ այն որ ձերբակալեցին նոր աշուն եւ ուրեմն դա այդ այո դա ուրեմն այն բոլոր ազնիվ մարդկանց, ովքեր դեմ էին, որոնք պատրաստ էին ապստամբելու, պտտեցին մի ինչ որ էլի այդ նույն աշխարհից թելադրված ստոր գործառույթով, որպեսզի Հայաստանին տկարացնեն այդ բաներով, ուրեմն պտտեցին մարդկանց ձերբակալեցին եւ այլն։ Երկու ապստամբների խմբեր ունենք, այդ նրանք են ճնշող մեծամասնությունը, մեջները կան նաեւ գործակալներ այդ իշխանության եւ այդ համակարգի, այսինքն այսպիսի բաներ են կատարվել Հայաստանում։ Հիմա այդ մարդկանց, այդ ապստամբությունները, որը գրեցին այդպիսի բնույթ, որովհետև չկար քաղաքական դաշտի ընտրանու կողմից կազմակերպված այդ խաղաղ ապստամբությունը։ Ապստամբության թիրախը մեկն է, այն արժեքները եւ այն կյանքը, որով մենք ապրում ենք, մենք պետք է լրիվ վերանայենք։ Այդ իմաստով թիրախ են ոչ միայն իշխողները, թիրախ է ամեն մեկը մեզանից, որտեղ ինչ որ չափով այդ արժեքը մեզ մեջ մտած է։ Ինչի մասին է երազում շատ-շատերը մեր մարդկանցից։ Այդպիսի դիք ձեռք բերելու։ Հետևաբար արկա բոլոր խնդիրների լուծումը տեսնում ենք միայն ապստամբության միջոցով։ Այդպիսի ապստամբության։ Մտավորականները, որ ասեցին, հայությունը ամբողջականանում է, եւ ուրեմն ստեղծում է այդ ամբողջական իր երկիրը, որի մի հատվածն է Հայաստանը։ Իր երկիրը օգտագործում է հայք անվանումը, կամ կարևոր չի, ուրեմն կարող են եւ այլ, հայքը ուղղակի պատմական անուն է։ Հայության, այսինքն 10 միլիոն հայերի երկիրն է։ Եվ ոչ թե այսպես մի հայկական աշխարհ, դուստեր, ոչ մեզ Լոս Անջելեսում ապրող հայ երեխան հետաքրքրում է նույնքան, որքան ասենք թե Քավառում ապրող։ Մենք ուզում ենք, որ նա կրթությունը լինի բարձր, որ նա ճիշտ ճանապարհ ընտրի իր կյանքում եւ այլ։ Այս ամբողջականությունը հիմա մենք պետք է ստեղծենք։ Եվ որպես մի փոքր մասնաբաժին այդ ընդհանրության ապստամբությունը վերաբերվել է նաեւ Հայաստանին, այստեղ էլ է լինելու ուրիշ որակի կյանք։